արձակուրդում գտնվող վարչապետը իրավունք ունի խառնվելու իրավապահների գործերին կամ այս դեպքում ազգային անվտանգության ծառայությանը հրահանգելու, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ որևէ գործողություններ սկսեն։ Տեսեք, ես կուզեի, որ դուք էլ ուշադրություն դարձնեիք այն դեսպանատներին եւ միջազգային կառույցներին, որ փաստացի երկրի ղեկավարը փաստացի ցույցում է տալիս ԱԱԾ-ին, այսինքն անոնսում է, որ ԱԱԾ-ն վաղը հանդես կգա, այսպես ասած, հայցադիմումով, որից հետո քննչական կոմիտեն այդ հայցադիմումը կքննարկի եւ արդեն գործ կբանկանի, որը հետո կտանեն դատարան, պատկերացնեք, չէ՞, այսինքն մարդը արդեն գիտի բոլոր գործողությունները։ Սա դուք հասկանում եք, չէ՞, այսինքն Հայաստանում փաստացի պետական կառույց չի մնացել, որ իր վերահսկողության տակ չլինի։ Լինի դա ԱԱԾ, լինի դա, այսպես ասած, քննչական կոմիտե, լինի դա դատարան, այս եթե դուք հիշեք Ստալինյան ռեժիմի ժամանակ, երբ որ մարդկանց վրա գործեր էին սարքում, ոնց էին սարքում։ Սարքում էին այսպես կոչված տրոյկաներ։ Տրոյի ժամանակ էլ տրոյկան մեկը NKVD-ի ներկայացուցիչ էր, մյուսը քննչական կոմիտեի ներկայացուցիչ, մյուսը դատարանի։ Այսինքն NKVD-ի ներկայացուցիչը փաստացի Շինցու, ասենք, եթե ուզում էին մի հատ մարդու վրա գործ բացել, շինցու ձևակերպեր, քննչական կոմիտեն դա վավերացնում էր, դատարանն էլ դատում էր, այդ մարդուն տանում էին գնդակահարում էր։ Հիմա փաստացի Հայաստանում հիմնադրվում է, իր ժամանակ արդեն հիմնադրված է, որտեղ տարբեր մարդիկ դատապարտվել են հենց այդ մեթոդով, տրոյկայով։ Այդ տրոյկան պարզապես ինչի չի երևում, որտեղ ֆորմալ իմաստով ոչ թե անձեր են, այլ ինստիտուտներ են աշխատում։ ԱԱԾ, քննչական կոմիտե եւ դատարան։ Այսինքն այդ երեք ինստիտուտները ֆորմալ, քանի որ մենք 21-րդ դարում ենք ապրում, իրանք չէին կարող, չէ՞, բառից բուն իմաստով տրոյկաներով սարքեն։ Իրանք այդ տրոյկան ինստիտուտներով են փորձել սարքել, որպեսզի ավելի, այսպես ասած, քաղաքակիրթ տպավորություն թողնի այդ տրոյկայի ամբողջ փիլիսոփայությունը։ Սա այսինքն իրականում այս մարդը իրականում փորձում է Ստալինյան ռեժիմ սարքել, չգիտակցելով մենք 21-րդ դարում ենք ապրում։ 21-րդ դարում ֆիզիկապես ոչ թե ձևի հնարավոր չի այսպիսի ռեժիմներ հաստատելը։ Կարող է այդ ռեժիմները հաստատել աֆրիկյան երկրներում, իշար կարաբական երկրներում, բայց Հայաստանի նման երկրում, որտեղ քրիստոնեական արեալի ներկայացուցիչ չի, հնարավոր չի այսպիսի ռեժիմ սարքել, սա է խնդիրը։ Լավ, ժողովրդի մոտ ինչ տպավորություններ եք նկատում, այսինքն չմոռանանք նաև այն բառապաշարը, որով խոսում է քաղաքացիների հետ Փաշինյանը։ Այս ամենի համատեքստում քաղաքացիները կգնան եւ նորից կընտրեն Փաշինյանին։ Գիտեք, ես sense ձևակերպեմ, եթե ժողովրդին պայմանական բաժանենք 3 մասի, մարդիկ ովքեր որ ընդգծված ընդդիմադիր տրամադրություններ ունեն, մարդիկ ովքեր որ Փաշինյանի կողմնակիցներ են եւ մարդիկ ովքեր որ տատանվում են, չգիտեն թե ոնց պետք է քվեարկեն, ապա այդ տատանվող զանգվածի համար այս process-ները վերջնական արդեն բարձեցում է նշանակում, որ այս մարդուն չի կարելի քվեարկել եւ անպայման պետք է քվեարկել ընդդիմադիր որևէ ուժին, որպեսզի այս իշխանությունը ըստեյության փոխվի։ Միայն ոչ Փաշինյանին, ճիշտ եմ հասկանում։ Միայն ոչ, իհարկե, միայն ոչ Փաշինյանին, միանշանակ։ Այսինքն այստեղ ես ասեմ ձեզ, թեև ասենք ես ինքս բարգավաճ կուսակցության ցանկի ներկայացուցիչ եւ ըստեյության ընտրական process-ի տրամաբանության շրջանակներում բնականաբար կզենան, որ բարգավաճ Հայաստանի համար քվեարկեն, բայց իմ համար ավելի կարևոր է, քանի որ ես նաև Մայր Հայաստան կուսակցության անդամ եմ։ Իմ համար ավելի կարևոր է, որտեղ իմ համար մեր համար մանդատի խնդիրը կարևոր իշխանությունը փոխի ժողովուրդը ազատվի այս հայտարարությունից։ Շատ կարևոր է, որ քաղաքացիները գնան քվեարկեն որևէ ընդդիմադիր ուժի, ըստայելի ընդդիմադիր ուժի, որպեսի երաշխավորված ըստայելի մակարդակով իշխանությունը փոխի։ Առավոտվանից նաև ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանն են ուրեմն խոզարկություններ իրականացնում քննչական մարմինները։ Ինչի հետ է սա կապված։ Միգուցե սա կապված է վերջերս կատարված հայտարարության հետ, որ այո, Գյումրի 2 լինելու է։ Տեսեք, չէ, ես ասեմ ձեզ ուղղակի ինֆորմացիա եմ ասում, Բարգավաճ Հայաստանի 38 կառույցի վրա այսօր հարձակումներ են եղել։ 38 կառույցի վրա դուք հասկանում եք, չէ՞։ Այսինքն սկզբից հարձակումը ուժեղ Հայաստանի նկատմամբ էր, հիմա արդեն Բարգավաճ Հայաստան եւ ցանկը շարունակվում է։ Ասեմ անկեղծ ինչու, որտեղ ընտրաշաբի ընթացքում Բարգավաճ Հայաստանի վարկանիշը կտրուկ բարձրանում է։ Իրենք արձանագրում են, իրենք հիմնականում հարձակվում են այն կառույցի վրա, որը այդ պայծրությամբ բարձր վարկանիշ ունի։ Այն ժամանակ ուժեղ Հայաստանի վրա իմ հարձակվող այն ժամանակ ուներ ինքը բարձր վարկանիշ։ Հիմա ընտրաշավի ընթացքում, քանի որ
այլ ուժեր են հայտ գալիս եւ նախընտրական արշավի տրամաբանության մեջ ինքը տեսնում է թե ոնց է փոխվում է այսպես ասած վարկանիշային բանը ընդհանրապես դիմադիր ուժերի բոլոր ուժերի վարկանիշն է բարձրանում բայց տվյալ պահին հենց կոնկրետ Բարգավաճ Հայաստանի վարկանիշն ավելի կտրուկ բարձրանում եւ իրենք դա արձանագրել են եւ արձանագրման արդյունքում հաստատի հիմնական հարվածը ուղղել են հենց կոնկրետ Բարգավաճ Հայաստանի վրա։ Ընդ որում վերջին 2-3 րոպեվա ընթացքում Գելապ ասոցիացիան էլ հայտարարում է, որ եթե ընտրությունները կեղծվեն, ապա մարդկանց 45%-ից ավելին պատրաստ է դուրս գալ, ուրեմն փողոցային պայքարի լինելու այդպիսի բան։ Մարդիկ սպասում են ընտրություններով փոփոխության, եթե մարդիկ տեսնեն, որ ընտրությունները հնարավոր չի լինելու փոխել, մարդիկ դիսկուսիան փոխել։ Հետընտրական զարգացումներ այնուամենայնիվ կանխատեսում եք։ Այո, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ընտրություններով խնդիրը կլուծվի։